Իմիջայլոց ներողություն եմ խնդրում, մի այսպիսի բան կար, որ նախկինում, նախորդ հեղափոխությունից առաջ, թվում էր, թե քաղաքական դաշտում կան ազատականներ, չգիտեմ, այլ հայացքներ, ուրեմն հիմա ինչ պարզվեց, որ ասենք, օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը զտարյուն դաշնակցական է, զտարյուն, այդ մնացածը բան է, թատրոն էր, խաղ էր, ընդ որում ամենաանհաջողակ և ամենաանհաջող դաշնակցականն է։ Ու ուզում եմ հիշեցնեմ, որ այդ պատերազմի համար և Ղարաբաղի համար դոշ տվողներից ոչ մեկի Սերժ Սարգսյանը որդի չունի, մյուսների որդիները ոչ մեկը չի ծառայել Ղարաբաղում և ոչ մի մարտական գործողության չի մասնակցել, ոչ մեկը։ Իրենք ուրիշների զավակների կյանքի հաշվին, այսօր որ ինձ ասում են այսքան, չգիտեմ ինչ մեղադրանքներ են, իմ ընտանիքի անդամները եղել են բանում, էտել են հազար ձևով ուզում են շահարկեն, ոնց փորձեցին չստացվեց։ Ես կարծում եմ, որ այս ընտրությունները մեր ժողովրդի համար բացառիկ շանս է, որ այդ քրյա օլիգարխա այդ նախկիններին ուղղակի մենք քաղաքական դաշտից դուրս շպրտենք, բացառիկ շանս է։ Եվ դրա համար ես ասում եմ, որ կա ձև ուժեղ Հայաստան, ԲՀԿ, Հայաստան դաշինք, դե որ Հայ ազգային կոնգրեսը ընդհանրապես շանս չունեն, այդտեղ կարծում եմ նույնիսկ ավելորդ է քննարկել, հա? Արգելի շնորհիվ հաջորդ անգամ դեպքում պես Բոլոր այն ուժերը, որոնք պատերազմի կուսակցություն չեն, ցանկացած մեկը, ովքեր պատերազմի կուսակցություն չեն, եւ ես այդ շանսը տեսնում եմ, մարդկանց այդ շփումներից։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։